Կոյուղագծի միջոցով սանհանգույցում կուտակված բիոգազն ու շմոլգազն են պայթյուն առաջացրելն ու Բարաշենի աղբավայրում։ Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց ծանր վիճակում։ Ավինյանին հայտնեցին, որ աղբավայրի սանհանգույցից արտառոց հոտ է տարածվել, ինչը ստուգելու նպատակով ներս է մտել տնօրենը։ Լույսը միացնելու պահին տեղի է ունեցել հզոր պայթյունը։ Ուժացներն ունեն դեմքի և ձեռքերի շրջանում մաշկի մոտ 15% այրվածքներ։ Շնչառական ուղիները վնասված չեն, նկատվում է դրական դինամիկա։ Բավականին վտանգավոր միջավայր է եւ պետք է մաքսիմալ համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ։ Անվտանգության ամենաբարձր կանոնները պետք է պահպանվեն։ Նմանատիպ դեպքերը վկայում են այն մասին, որ անվտանգության կանոնների հետ կապված դեռևս անելիք ունենք ու այդ անելիքները շատ են։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը 8 նոր ավտոբուսի գումար է տնտեսել ուղևորների վճարների շնորհիվ։ Ըստ Ավինյանի, ավտոբուսում տոմսերի վճարման խստացված ստուգումներն արդյունք են տալիս։ Երկու շաբաթում հավաքել են 235 միլիոն դրամ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ նաև եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաև կարելի ասել սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում։ Իսկ մենք այս պահին ունենք գալի 45 տրոլեյբուսներ, ուր են հասել մեր տրոլեյբուսները, պարոն Էվոյան։ Տրոլեյբուսների վերջնական այս պահին թարմացված ինֆորմացիա չկա, բայց պետք է որ Ռուսաստանի տարածքում լինեն։ Շատ լավ, այսինքն մոտակա շաբաթների ընթացքում սպասում են 45 նոր տրոլեյբուսներ։ Մոտակա շաբաթների ընթացքում կպատրաստեն նաև 170 նոր ավտոբուսների գնման հայտը։ Աջափնյակի մետրոյի կայարանը քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է, ըստ Ավինյանի։ Դեռ հարցեր կան նախքան բուն շինարարությունը։ Հերթով փուլ առ փուլ անցնում են ծրագրի տարբեր ուղղություններով։ Աջափնյակի մետրոն կառուցելու համար 2026 թվականի բյուջեով 2 միլիարդ դրամի ֆինանսավորում արդեն պլանավորված է։ 2027-28 թվականներին 12 և 10 միլիարդ են նախատեսել։ Այսուհետ շաբաթական ռեժիմով, այսինքն երկուշաբթի օրերին առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին։ Ամենամիկրո դետալը նույնիսկ, բայց ես պահանջում եմ, որ շաբաթական ռեժիմով մենք ունենանք այդ ուղղությամբ արված աշխատանք եւ ամեն շաբաթ ունենանք զեկուցելու նյութ, որը նշանակում է, որ ես ինքս անձամբ շաբաթական ռեժիմով, երբ որ պետք է գործընկերներին զանգահարել, նամակ գրել, գրություն ուղարկել, չգիտեմ, հոգնածնել, զզվացնել իրանց այս թեմայով, ես նույնպես դա իրականացնելու եմ։ Այս ապրիլից բարձրացրել են շտապօգնության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը։ Բժիշկները, բուժքույրերը եւ ֆելդշերները կստանան 20%-ից ավելի, եւ քանի որ բարձրացումը հաշվարկվել է մարտից, այդ ամսվա համար միանվագ կտրամադրվի նաեւ պարգևատրում 40,000 դրամ։ Նախատեսում ենք ապրիլ ամսվա համար կստանան բժիշկները եւ բուժքույրերը, ֆելդշերները 20% ավել, գծային բրիգադների համար վարորդները 30%, նախատեսված է նաև ֆելդշերական բրիգադների համար 20% նրանցը կբարձրանա եւ հոգեբուժական բրիգադներին։ Ապրիլի 24-ին ընդառաջ բարեկարգվել են ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները։ Այդ օրը հուշահամալիրը բաց է լինելու, շինաշխատանքներն ավարտված, տարածքն էլ մաքրված։ Ալլա Դավթյան, Էպիկենտրոն։